Քիչ առաջ ճիշտ ասած, այստեղ եվրոպացի դիտորդների բավականին հոսք նկատեցինք։ Հետաքրքիր է, մի ուսանչատեղամ ասեմ, այդքան չկար, ինչու էին հենց այստեղ հավաքվել, եւ դիտորդներից մեկը նաեւ լրագրողներին բացատրում էր, որ իրավունք չունեք նկարահանում անելու, իրավունք չունեք ընդհանրապես այստեղից նույնիսկ մի կադր վերցնելու։ Իհարկե դուք շատ կոռեկտ բացատրեցիք իրենց ինչ պետք էր, ինչի համար շնորհակալ ենք։ Ըստ էս ինչով էր պայմանավորված այդ ջրիմացությունը։ Կարող եք ասել ինչով էր, բայց ամենայն դեպս ինքը ներկայանում էր այնպես, որ մեզ իրանց այդպես են ներկայացրել, բայց դուք էլ տեսաք, որ ես իրանց շատ հակիրճ բացատրեցի, որ ես չգիտեմ ձեզ ոնց են բացատրել, բայց մեր մոտ կա այսպիսի կարգ, որ խնդիր չէ։ Այսինքն մենք իրանք մեզ հասկացան վերջին անգամ գնալուց իրանց թարգմանիչը շնորհակալություն հայտնեց, ինքս հարցրեց խնդիրներ, բայց ամեն ինչ շատ նորմալ էր։ Ես չեմ կարծում, որ իրանք ինչ-որ դժգոհ գնացին, որովհետև իրար հասկացանք մենք։ Անդրադառնանք ընտրության ընթացքին, լավ, քանի ընտրողից այս պահին ըստ ձեզ քանիսն են ընտրել։ 1466 ընտրողներ ենք, այս պայմանությամբ ընտրել են 427։ Ինչ եք կարծում, սա ակտիվ ցուցանիշ է։ Պատկերացրեք, մի վայրկյան ժամանակ չենք ունեցել։ Հա, մենք էլ խոսքը շատ ակտիվ ժողովուրդը մասնակցում է։ Հա, մի հատ էսպես ուղղակի իրենց էլի, հա, ժողովրդին ֆիքսենք, ահա, որպեսզի մեր դիտորդ հետևորդներն տեսնեն, որ իրականում այո, այստեղ մարդկային հոսքը բավականին շատ է, ժամը 8-ից։ Ահա։ Իսկ եթե համեմատենք նախորդ ընտրությունների հետ, թեպետ ակտիվություն եմ տեսնում, հիմա ճիշտ ասած ես չեմ կարող ասել, գուցե ընտրատարածքի, թաղի, չեմ կարող այդպես դույգ ասել, բայց ես նկատում եմ ակտիվություն կա, եղավ, շնորհակալ ենք։